Ինչու մերժել Փաշինյանին համար 16-ին հերթով ըստ ոլորտների այս մի քանի օրվա մեջ բացատրելու եմ, թե ինչու չպետք է ընտրել Փաշինյանին համար 16-ին։ Աշխարհաքաղաքական։ Նախ, մինչև սա Հայաստանի Հանրապետությունում 3-րդ ժամկետով կառավարումը ցանկացած նույնիսկ ամենացանկալի կառավարչի օրոք անթույլատրելի է, ինչու, որովհետև Հայաստանում ինստիտուտները կայացած չեն եւ այդ համակարգերը խոշոր հաշվով անձի կառավարման ներքո են գտնվում, տվյալ պահին ով երկրի ղեկավար կգտնվի, իսկ դա իշխանության ուզուրպացման եւ ինքնիրավչության տեսանկյունից շատ վատ է, մանրամասները հաջորդիվ հետագայում եւ այսպես աշխարհաքաղաքական։ Տրամպը վերջերս գրություն արեց, ասելով, որ ինքը ամբողջովին սատարում է Փաշինյանին եւ նրա վերընտրությունը, քանի որ նրա աշխարհայացքը, այսինքն նրա տեսակետը Կովկասի վերաբերյալ համընկնում է Թրամփի տեսակետին։ Թրամփը Ամերիկան, այսինքն իր քաղաքականությամբ, գիտենք, այս տարածաշրջանում տեսնում է որպես իր ներկայացուցիչ Թուրքիային, այսինքն նրանք ՆԱՏՕ անդամ են, ԱՄՆ ունի ռազմաբազաներ Թուրքիայում, ունի նույնիսկ ատոմային հրթիռներ այնտեղ տեղակայված եւ իրենք ամբողջովին քաղաքական առումով այս տարածաշրջանում, այսինքն այսպես կոչված հարավային Կովկասը, որտեղ նաև Հայաստանն է մտնում, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, իրենք նույնակարծիք են, նույն քաղաքականության կրողներն են եւ երբ նա ասում է, որ Փաշինյանը նույն տեսակետին է, կնշանակի, որ Փաշինյանը այս տարածաշրջանում թուրքական ազդեցության մեծացման կողմնակից է եւ այստեղ փնտրեք նաեւ վերջին շրջանում Ռուսաստանի կողմից հռետորաբանության ագրեսիվացումը, այստեղ փնտրեք նաեւ տնտեսական սահմանափակումներ կիրառելու, նաեւ քաղաքական սահմանափակումներ կիրառելու հայտարարությունները առնվազն եւ որոշ փոքր քայլեր առայժմ փնտրեք միայն այստեղ։ Այսինքն, եթե Փաշինյանը վերընտրվում է, Հայաստանը միանշանակ է, որ նաեւ ԱՄՆ-ի խավորությամբ, այսպես ասած, անցնելու է թուրքական ազդեցության գոտու տակ եւ այստեղ նաեւ պարտադիր է, որպեսզի Ռուսաստանը թշնամացվի Հայաստանի հետ։ Այլապես դա տեղի չի կարող ունենալ։ Հիմա պատկերացրիք, թե եթե Փաշինյանը ընտրվի, ինչ տեղի կունենա Հայաստանում։ Ուկրաինա ասել մեղմ է։ Եվ այսպես ամսի 7-ին գնում ենք ընտրատեղամասեր պարտադիր, մերժում ենք 16-ին, այսինքն Փաշինյանին եւ ընտրում ենք իրական ընդդիմադիր ուժեր, որոնք կարող են փոփոխություն բերել։ Լավ եղեք, լավ օր բոլորիդ։ Այսօր բուսաբանական այգի վազք 5 կիլոմետր 27 րոպե։